Անահիտ Բեկջանյանը Լոռու մարզի Նեղոց գյուղում է ապրում, հարսի և 3 թոռների հետ միասին։ Տղան արտագնա աշխատանքի է մեկնել։ Գյուղում աշխատանք չկա, այդ պատճառով էլ տղան արտերկրում է աշխատում։ Կինն ասում է, տան տղամարդը իրենք են, տղամարդու գործն էլ են ստիպված անում։ Օրինակ, փայտ կոտրելու մեջ արդեն վարպետացել են։ Ինձ անում եմ շատ վաղ թարս եմ տալի, որ է սա ինձ ուժեղ կնիկ եմ էլի, ինչ անենք, դե հարմարվում ենք, որ տղեկս տանը չենելում, մի տղա ունեմ ուշ ագալի, մենք մի ճամփապ ենք նա։ Տիկին Անահիտը պատմում է, որ փորձել է աշխատանք գտնել, չի ստացվել, զբաղվում է միայն տնային գործերով, եթե մինչ օրս գործազրկության նպաստ էր ստանում, շուտով այլևս չի ստանա։ Չեն ընդունում։ Ես էլ գնացի, որ գոնե հավաքարար կամ մի բան աշխատեմ, ասին տարիքդ մեծ է, 50 անց եմ։ Եթե աշխատանք չունենանք, 32 ռուբլի բանը նպաստ է։ Ինչ է, դպրոցական երեխա է, ասկի իրա, ստե ուտելով գնում է, պետք է սննդի փողն էլ մենք տանք։ Հիմի նախակրթարանը մի հատ մանկավարժին ընդունե, մենք ենք փողը վճարում։ Երեխաները թեև կարոտում են հորը, սակայն ընտանիքում վստահ չեն, արդյոք Հայաստան վերադառնալուց հետո կկարողանա այնպիսի աշխատանք գտնել, որպեսզի ընտանիքի կարիքները հոգա։ Ասելա չգիտեմ երբ գա։ Ուզում ենք կամ չգիտենք, որ կարանք ապրենք, չէ, չգիտեմ, տենց էսիմ։ Դե որ ստեղ աշխատանք չկա, որ աշխատի, դե դուրս գա էլի, որ ինքը դե գոնե ֆինանսապես տենց օգնի։ Նեղոցում խնդիրները բազմաթիվ են, սակայն առաջնահերթ խնդիրն ըստ գյուղապետ Սպարտակ Բեկջանյանի այն է, որ գյուղը գազաֆիկացված չէ։ Տիկին Անահիտը ի դեպ հաստատեց գյուղապետի խոսքը նշելով, որ ամեն ամիս 10 կիլոգրամ գազ են գնում, ինչը բավական թանկ է նստում իրենց վրա։ Մինչդեռ գյուղի գազաֆիկացված լինելու դեպքում մի քանի անգամ ավելի քիչ կվճարեին։ Անհրաժեշտություն է, բայց ոչ բոլորը կարան, հետո էլ մինչև գյուղի մեջը բերիլը շատ ծախսեր, ասма պետքը գյուղապետ, ասма հնարավորություն չունենք, օգնող չի կա։ Իսկ դե որ գիտենան գյուղի մեջը կա, մի տարում չենք քաշի, թեկուզ 2 տարում ոնց որ կաշխատենք էլի ունենանք։ Մեկը ես ամբողջ գործս կթողամ, կուզեմ այդ քաշեմ, որ տան ունենանք։ Լավ բան է գազը։ Գյուղապետն էլ իր հերթին սակայն ասում է, որ մեկ անգամ չէ, որ դիմել է պատկան մարմիններին, պատճառաբանել են, որ սպառողների թիվը քիչ է, նպատակահարմար չէ գյուղը գազաֆիկացնել։ Դիմել եմ մի քանի անգամ, պատասխանը դա է, որ սպառողը քիչ է, ծախսը շատ։ Ու տենց էլ ոնց որ թե արդեն ես էլ եմ արդեն բան եղել, որ տենց է կենտրոնական գազատարը, որտեղից որ մեր գյուղ պետք է մտնու 1000 կիլոմետր կես հեռավորության վրա է գտնվում, այդ միջև գյուղի ներքին մասը եւ մոտավորապես այդ քարեր գյուղում պետք է ցրվի։ Գյուղը գազաֆիկացնելու դեպքում մարդիկ իրենց ուժերով են գազը գյուղի կենտրոնից տուն հասցնելու, սակայն գյուղացիներն այսօր հնարավորություն չունեն։ Չնայած գյուղի կյանքի դժվարություններին, տիկին Անահիտն ասում է, որ իր կյանքն այլ վայրում չի պատկերացնում, թեկուզ օրը մի կտոր հաց ուտեն, բայց իրենց հողում, իրենց տանը համերաշխ ապրեն։ Չենք էլ դժգոհում մեր ապրելուց, շատ հավեսով էլ ապրում ենք, խաղաղ ապրում ենք, թեկուզ մի հաց էլ գտնում ենք, համով ուտում ենք։ Սովորել ենք սենց կյանքին, չեմ էլ դժգոհում, իսիմ